Հիմա մի հետարքիր բան, ես ուզում եմ ներողություն խնդրել մարդամեկից, որին ասում էի բալաբոլ, իմացողը կիմանա։ Ժորժ ջան, իրոք ներողություն եմ խնդրում, որտեղ նա բալաբոլ չի։ Պարզվեց այդ հիվանդ տղա է ուղակի, դեղերը չի խմում, պարզապես ժամանակ առ ժամանակ։ Ուղղակի եթե սանիտար բան կա, մեկի, չգիտեմ, եթե չգիտեմ, ինչ որ բան կա, փոխանցենք, սանիտար վարձենք, ասենք, չգիտեմ, հավաքվենք տես հետևորդներով, այդ երեխուն դեղերը տվեք, որտեղ արդեն լրիվ ձեռից գնում է։ Պարզվում է Ժորժ ջան, Իսրայելը ավելի փոքր, ավելի անգրագետ ցիվիլիզացիա է, քան Պաղեստինը։ Պարզապես պաղեստինցիք բարձր ցիվիլիզացիա են, բարձր տեխնոլոգիական երկիր են, իսկ Իսրայելը հիտա մնաց տենց բան, դիկտատորական։ Ուրեմն մերձավոր արևելքի միակ ժողովրդավարությունն է, ամենաբարձր տեխնոլոգիական զարգացած երկիրն է։ Արտադրում է բարձրորակ ապրանքներ, ամեն ոլորտում։ Միացյալ Նահանգներ ունի լավ արտահանում։ Միացյալ Նահանգները անգամ ռազմական կոմպոնենտներ են գնում, ռազմական բաներ են գնում Իսրայելի հետ համատեղ են մշակում։ Ու ասենք, ինչ ասեմ, հիվանդ տղա ասեմ սրանից հետո, ոնց ասեմ, չգիտեմ, բայց խնդրում եմ էլի, բուժեք, դեղերը տվեք, որտեվ ժամանակին կամ այն բաները կապեք, խալաթը, ձեռները կապեք, որտեվ կամ չգիտեմ, արդեն դառնում է բույնի։ Աշխատեք դեղերը տակ ժամանակին։ Ցնդելու բան է ուղղակի Ժորժ։ Հիմա մի հատ սա վտանգավոր բաներ է, միջև անցնենք կարևոր թեմային Թրամփի եւ բանի, հիմա մի հատ ինստա սամկա է հայտնվել, որը իմ խորին համոզմամբ շարլատանկա է, դարձել է պոպուլար, իմ հետևորդները ինձ անդադ ուղարկում են, ես զգուշացնում եմ, ասում են Արմեն, գիտես, սա ինչ պոպուլար է դարձել։ Ուրեմն սա տեղաշորային բլոգեր է ինչ որ տես սենյակից նստած, տես լուրջ դեմքով, տես խրոխտ, ինչ որ միկրոֆոնը ձեռը սենց փոքր, Սենց ինչ-որ լուրեր է հաղորդում ու կարդում, սենց ինչ-որ իբր քաղաքական, իրան որպես Փաշինյանին ընդդիմություն է դրսևորում, ասենց իբր ինքը տենց բան, այս Սամվել Կարապետյանի այս կողմնակիցն է ինչ-որ տենց ակնարկներ է անում, որքան հասկացա, չեմ ուզում պնդեմ, բայց ինչքան ակցենտից խոսալու ձևից եւ իր անազգանունից ենթադրում եմ, որ Ղարաբաղից է, ենթադրում եմ, կարող է սխալվում եմ։ Հիմա չգիտեմ Ամերիկաներում է, թե Մոսկվաներում է, ոնց որ Հայաստանում չի, հələ այդ ամեն ինչը պետք է պարզել էական չի։ Ուրեմն Ժորժ ջան, այս ինստասամկան, որտեվ Instagram-ում է հիմնականում, որքան հասկանում, տես պոպուլար, տես խրախ դեմքով, տես ուրեմն վերջերս մի քանի բան ուղարկեցին, մեկը որ տես ընդդիմությանը կոչ էր անում մանդատները չվերցնել, տես հասկացնում էր գնոցեք, խփեք, պայքարեք, ջարդեք, տես վերցրեք իշխանությունը, ինքը իրան տես իբր կիրթ է դրսևորում։ Ուրեմն վերջերս որոշել է, որ պետքա տես մանիպուլյացիա անի, վերցրել է CNN-ը, ուրեմն Ժորժ ջան, բացատրեմ որ հասկանաք։ Ես որ աշխատում եմ ցանկացած լրատվամիջոցի, ես շեշտում եմ, ես ասում CNN-ը դա ձախ լիբերալ մասսայի, այսպես հեռուստաալիքն է։ Fox News-ը դա աջ կոնսերվատիվ պահպանողականների հեռուստաալիքն է։ Դրա համար երբ որ ես ներկայացնում CNN-ի կամ Fox News-ի լուրերը, ես դա հաշվի առնելով եմ ներկայացնում։ Պրոպագանդիստական մասը հանում եմ մեջից, որտեվ հասկանում եմ, որ մասն է պրոպագանդա, որ մասն է իրանց սրտի ուզածը, որտեղ են օրինակ Fox News-ում վարկաբեկել դեմոկրատներին, որտեղ է CNN-ը ուզում վարկաբեկել հանրապետականների քաղաքականությունը։ Դրա համար վերլուծաբան լինելը հեշտ բան չի։ Ամեն մի լրատվամիջոցը նայելուց առաջ ես մի հատ փորձում եմ հասկանամ, իսկ ով է այդ լրատվամիջոցը։ Իսկ ում օգտին է ինքը աշխատում հարգելի հետևորդներ։ Հիմա սա վերցրել է CNN-ի հոդվածը, Սենց անկողն ու վրից ու մուննաթով, սենց ոնց որ թե CNN-ը վերջին ճշմարտությունն է, ես միշտ առանձնացնում եմ, որ մասը համարում եմ խելքին մոտ, որ մասը արժեքավոր, միշտ ասում եմ։ Բայց բնեցա որ CNN-ը չի որ սխալ բան է գրել, մեծ հաշվով ընդհանուր ճիշտ բաներ է գրել, բայց իր մեկնաբանությունը, ուրեմն այնտեղ իհարկե ոչ ամբողջ է, հեսա կասեմ ինչի, իր մեկնաբանությունը, ուրեմն խայտարակ մանիպուլյատիվ է, ուսա վտանգավոր կերպար է, իրոք վտանգավոր կերպար, ասեմ ինչի։ Ինչ է տալիս։ Օրերս CNN-ը հրապարակել է 4 աղբյուրների վրա հիմնված հոդված, ըստ վերջինիս Իսրայելը Իրանի հետ պատերազմի ժամանակ Ադրբեջանում տեղակայել է էլիտար ռազմական հետախուզական ստորաբաժանումներ, տեղակայվել են հատուկ նշանակության ջոկատներ են, որ ասում են Commanders իրանք։ Խրոխտ է, սենց էլիտար օթային փրկարարական ստորաբաժանումներ, որ եթե պետք լինի իսրայելցի օթաչուներին Իրանի տարածքից դուրս բերեն, ATS օպերատորներ եւ իհարկե հին եւ բարի Մոսադի հետախույզներ։ Այս ստորաբաժանումների մի մասը գործել է Իրանի Թաբրիզ քաղաքից ընդամենը 97 կիլոմետր հեռավորության վրա։ Նրանք պարապ չեն եղել ու այս բոլոր իհարկե ձեռքերը ցալած չեն նստել օրինակ CNN-ի աղբյուրի համաձայն,
Ադրբեջանից մարտի 4-ին իրականացվել է հատուկ գործողություն, որի արդյունքում սպանել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական ղեկավար Ռահման Մողադամիին, ասում է ուշադրություն գաղտնալսել են, լսող սարքեր են տեղադրել, հետևել են Իրանի զորքերի տեղաշարժը։ Ուրեմն Ժորժ ջան, տենց ես հասկանում ինչի համար, հիմա վերջում կհասկանաք, սա փորձում է վարկաբեկել Իսրայելը նորից, բայց մենք բացատրել ենք պատճառները, ներկայացրել ենք եւ այլն։ Ապացույցներն էլ դրել եմ իմ Telegram-յան ալիքում, բաժանորդագրվեք Չիբուկյան Live Telegram-յան ալիքին, երբ որ ինքը Դավիթ Տոնոյանը այն ժամանակ Սերժի ժամանակի պաշտպանության փոխնախարարը ասում է Իսրայելը մեզ նույն բանն առաջարկե, բայց դա մեզ ինչից նա պետք է ասում, մենք բեսպիլոտնիկով ավտոբուս չենք խփելու։ Հենա գրանատամյոտ կսարքի, հա? Կառնենք հիմա։ Խոստովանությունները կա, բոլորը կա, ապացույցները բերված են Ժորժ ջան, փաստերը կա, որ Իսրայելը մեզ էլ նույն բանը առաջարկել, ընդ որում Դավիթ Տոնոյանը ասում է նույն բանը մեզ էլ առաջարկվել։ Հետևաբար մեկի լեզուն չպտտվի անիմաստ Իսրայելին մեղադրել։ Դավիթ Տոնոյանը այն ժամանակ Սերժի ժամանակ 16 թվականին քարորիա պատերազմից հետո ասում է Իսրայելը նույն բանը մեզ էլ առաջարկվել, մենք ենք հրաժարվել։ Հիմա սա ամբողջ էս հոդվածը, էս կինոն, ոնց որ Իրանը տենց իր հարազատ եղբայր արյունակիցներն են, էլի Իսրայելը տեսեք։ Լսի Ազիզ ջան, Բալիկ ջան, քանի տարի է ես էս եթերից ասում եմ, որ անգամ ավիաբազա ունի Իսրայելը Ադրբեջանում, գաղտնի իհարկե, որ ոչ մեկ չգիտի այդ մասին, բայց ունի։ Հետևորդները գիտեն, այդ իշտես մի սենսացիա է կարդում CNN-ի հոդվածը 4 սաղբյուրներից վեր։ Մեր հետևորդները գիտեն շուտվանից ասել եմ, անգամ ավիաբազա ունի Իսրայելը։ Հետևորդները գիտեմ շուտվանից են այո աշխատում, հետախուզություններ են անում, Մոսադն էլ է անում, այո, բնականաբար լավ են անում, դրա համար շահեց, որտեվ աշխատեցին իրար հետ։ Հիմա ամենակարևորը, ասում է, այո, հիմա ասում է ուշադրություն, շատ կարևոր բան հոդվածից։ Ադրբեջանի ու Իսրայելի այս համագործակցությունը թույլ է տալիս Բաքվին օգտագործել իսրայելական լոբիի գործիքներն ու հարթակները Վաշինգտոնում իր օրակարգն առաջ տանելու համար։ Իսկ մենք գիտենք, թե ինչ է նշանակում իսրայելական լոբիի գործիքները, եւ զուտ հիշենք, այս ֆոնի վրա, որ մեր դե ֆակտո իշխանության ամենատարբեր դերակատարները, ամենատարբեր ելույթներով հարվածել են ԱՄՆ հայդատի գրասենյակին, փակել են Սփյուռքի նախարարությունը, դրա տեղը հիմա գրասենյակը, ու քայլ առ քայլ փչացնում են հարաբերությունները, սկզբում հին Սփյուռքի հետ ցեղասպանության ուրացման քայլերով, ուշադրություն, հիմա էլ ՌԴ Ռուսաստանի Սփյուռքի հետ։ Այսինքն եզրակացությունները թողնում եմ ձեզ։ Ժորժ ջան, տեսեք, ցեղասպանության հարցով, երբ որ Անդրանիկ Քոչարյանները առաջարկում էին հաշվել Կարիոկյա մահացեր ովքեր են անուններով բարձել, առաջինը ես եմ եղել, վերև կացածել չհամարցակվեք։ Այո, փորձ արվեց, այդ փորձը դիմադրության հանդիպեց, հիմա աշխատում են լռել։ Մեր պայքարի շնորհիվ իշխանությունները աշխատում են հիմա ցեղասպանությունից խոսել, հիմա լվարսում են ուրանում, ասում են չենք ուրանում։ Okay, մենք հասանք մեր նպատակին, իշխանությունները հիմա ապրծպր չեն խոսում ցեղասպանության մասին։ Անդրանիկ Քոչարյանն էլ իր տեղը ցույց տվեցին, ասեցիք հակառակ ուղղությամբ, հակառակ դեպքում տենց կամած կգնաց դեպի այնտեղ Ղրիմ, ընդել հատուկ մարշրուտ կա էլի տենց եւ այլն։ Դրա համար չի կարելի ցեղասպանության թեմայով տենց խոսալ։ Որտեւ մենք բոլորս ցեղասպանության ժառանգներ։ Ես անձամբ ցեղասպանության ուրեմն իմ պապա, ասենք, մորական կողմի ուղղակի մի կերպ է փրկել ցեղասպանությունից, չնայած հարազատներ են կորցրել եւ այսպես շարունակ, հա։ Ես ինքս արմատներով, ասենք, Վանից եմ Ալաշկերտ, Բայազեդ եւ այլն։ Հիմա դրա համար թույլ չենք տա, բայց այդ ամեն ինչը համաձայն ենք, ինչ որ ասում ես, այդ որ Սփյուռքի հետ եւ այլն ցեղասպանության։ Լավ, ցեղասպանության մասը գնում ենք մի կողմ, Նիկոլ Փաշինյանն էլ աչքս լույսը չի։ Բայց հիմա ես ուզում եմ քեզ հարցնեմ, իսկ ինչ կապ ունի, ես օբյեկտիվ մարդ եմ, Ազիզ ջան, Բալիկ ջան, ինչ կապ ունի Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները ռուսական Սփյուռքի հետ ու ամերիկյան լոկամ հայդատի հետ, ընդ որում հայդատը ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի հայդատի վրա ազդեցություն չի կարող ունենալ։ Շատ ափսոս, որ չի կարող ունել, որտեղ ես Նիկոլ Փաշինյանը, եթե ես լինեի Հայաստանի վարչապետը, ես Ամերիկայի նախագահին կխնդրեի հայդատը ընդհանրապես ուշադրություն հետևել ում վրա են իրանք աշխատում։ Այդ նույն հայդատի ժողովուրդը Թրամփ էր պաշտպանում, ժողովուրդ, բացեք իրանք Facebook-յան էջերը կա, նայեք կամ ով հիշում է։ Ճաղում էին իրանք Թրամփի ինտրուցիաբար, որտեղ Թրամփը ասել էր գալիս են Պուտինի հետ պայմանավորվում։ Հենց զգացին Թրամփը Պուտինի հետ չի պայմանավորվում, Պուտինի վիճակը վատ է, հիմա նույն այդ հայդատի նույն մարդիկ նորից դեմոկրատ են դառել։ Տեսեք ոնց են հայհոյում Թրամփին, որտեղ Իրան են կպե, ինչի։
Որտեվ իրանք արմատներով շատերից, ասենք, մերձավոր արևելքից են, որ եկել են այստեղ, որտեվ Ռուսաստանի համար են աշխատել, ոչ թե Հայաստանի համար են աշխատել։ Հիմա հարց, ինչ կապ ունի Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները Հայդատի կամ հայտարարությունները Հայդատի հետ կապված, իսրայելական լոբին Հայդատի հետ աշխատելա, Հայդատի հետ։ Ուշադրություն Ազիզ ջան, Բալիկ ջան, որպեսզի հայոց ցեղասպանությունը ընդունվի։ Ընդունվելա, չէ՞։ Առանց իսրայելական լոբիի, Ազիզ ջան, Բալիկ ջան, չգիտեմ դու որտեղից ես, որտեղ ես հասե, ինչ է, այլն, հայոց ցեղասպանություն չեն ընդունի։ Երկրորդը, ես բազմիցս թրիպի հետ կապված բան եմ ակնարկել։ Ու դուք հիմա դավաճանական գործողություն եք ուղակի իրականացնում, որտեղ դուք փորձում եք ձեր ես ենթադրում եմ, ձեր Մոսկվայից ինչ որ պապաների պատվերով կամ կարող է Կիրիենկոյի շոֆերի վարորդի սիրեկաննա դուս եկեք կապի հետ ինչ որ բան է կատարվում, չգիտեմ, մի հատ ասեք իմանանք ով եք դուք, ինչով եք զբաղված, ես ինչ շարլատանությամբ եք դուք զբաղված։ Եվ ամենակարևորը, այսինքն ես, տեսեք, նորից ասում, այս Բալիկ ջանի գործունեությունը, այս Իստասամկայի հստակ իմ մոտ տպավորություն է ստեղծում, որ տեսեք, սա ուղղորդվում է կամ ռուսամետ ուժերի կողմից, կամ Ռուսաստանի կողմից, ուղղակի չգիտեմ որտեղ ապրում ինչ, չեմ կարող պնդումներ անել, ենթադրություններ եմ անում։ Որովհետև ըստ էության տակից շատ վտանգավոր ռուսական նարատիվները տարածում եւ հավաքում է էլեկտորատ եւ հավաքում է դիտումներ, ինչը շատ վտանգավոր է։ Ուղղակի բռնել ասել, որ Ամերիկայում իսրայելական լոբին ծառայում է Ադրբեջանին, դա ստորություն է, որովհետև եթե իսրայելական լոբին չլիներ, չհասկանար, Հայդատը այդքան չի զբաղվել թրիփի հարցով, Հայդատին, որ մնար ընդհանրապես չէր թողնի, որ Թրամփը մտնի տարածաշրջան։ Ես ձեզ վստահեցնում եմ, Հայդատին, որ մնար, Թրամփին կցրեր, Պուտինին կբերեր։ Ամերիկայի Հայդատին, որ մնար, Պուտինին կբերեր տարածաշրջան, ու մեղրից է կզրկվեինք։ Դա իմ անձնական տպավորությունն է։ Միացյալ Նահանգներում այսքան տարի ապրելուց հետո։ Եվ դրա դեմ ես պայքար եմ տանում արդեն քանի տարի է։ Իսկ եթե ուզում եք իսրայելական լոբի, ավելին ասեմ ձեզ չթվա թե Նեթանյահուն ավելի ուժեղ է Ամերիկայում, քան իսրայելական լոբին։ Այդ թյուր կարծիքն է, որ իսրայելական լոբին աշխատում է Նեթանյահուի վրա, դուք չար սխալվում եք։ Իսրայելական լոբին շատ ավելի լուրջ ազդեցություն ունի եւ շատ դեպքերում Նեթանյահուի վրա էլ ունի ազդեցություն։ Որովհետև եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները հասկանար, որ ինչ որ իսրայելական լոբի եկել այստեղ մենակ Նեթանյահուի շահերն է պաշտպանում, հավատացեք, այդ լոբին չէր լինի արդեն։ Հակառակը, ասեմ հասկացեք։ Եվ ներկայացնել, որպեսզի իսրայելական լոբին ինչ որ տես մի հատ մարմին, որին թե Ալիևը կար։ Ուրեմն ես ձեզ նաև Վենսի այցի ժամանակ ներկայացրեցի, որ իսրայելական լոբին էր գնացի Ադրբեջան եւ ակնարկեցի, որ Ալիևը մերժում է ստացել։ Որպեսզի իսրայելական լոբին մեր դեմ չաշխատի, Ազիզ ջան, ոչ թե Ռուսաստանի սփյուռքը ինչ է արել, երբ որ Ալիևին զենք էր ծախում լինելով Հայաստանի դաշնակից։ Ինչ Արա Աբրամյանը պետք է լոբին գաներ, թե Սամվել Կարապետյանը տեսնում ենք։ Սրանք ովքեր են, սրանք ինչ մակարդակ ունեն, որ ովքեր են սրանք, որ Պուտինի մոտ կանան ինչ որ հարց լուծեն։ Ինչ ռուսական սփյուռք, Ռուսաստանում սփյուռք չունենք։ Ունենք մի շարք գիտակից հայրենակիցներ, մի քանի այսպես որոշ տոկոս եւ որոշ տոկոս ռուսացած ընդհանրապես, որոնք ռուս են։ Մնացածները ինչ որ աշխատանքային միգրանտներ գնում գալիս են։ Ինչ լոբի մասից ով կարա ադրբեջանական լոբին կար ժամանակին Ռուսաստանում։ Եվ պատերազմի ժամանակ շատ ակտիվ էր։ Գիտեք, հիշում եք, որ նարեշկիներին տանում էին ջակուզիներ, բաներ, տենց բացահայտվեց եւ այլն։ Հիմա ինչ եկեք այստեղ հեքիաթ պատմում, որ Ռուսաստան, բա ուր էր, որ պատերազմի ժամանակ նարեշկիներին ջակուզի էր տանում, այն հայտնի ադրբեջանցի կերպարը, իսկ ասենք դուք բանը, ուր էին Արա Աբրահամյանները, ուր էին Սամվել Կարապետյանը, ինչու էին զբաղված։ Ուրեմն, որպեսզի իսրայելական լոբին աշխատի մեր հետ, մենք պետք է աշխատենք Իսրայելի հետ եւ նրանց հետ ուղիղ։ Այսինքն դուք հասկանում եք տրամաբանությունը սրա։ Դուք որտեղ աստեղ տրամաբանություն, որպեսզի իսրայելական լոբին մեր վրա չաշխատի, եկեք մենք աշխատենք Ռուսաստանից Թուրքի հետ, լուրջ եք ասում։ Այսինքն որ սա տարական մանիպուլյացիա է, որտեղ չկա տրամաբանություն, կեղծ լոգիկա, խելոք դեմքով, դաժան դեմքով sense ինչ-որ բան է կարդում եւ իրականում տոտալ ռուսական նարատիվ է տարածում ու շատ վտանգավոր կերպար է։ Իմ հետևորդներից, ովքեր որ դրան լսում են, այդ երևույթին դուք արդեն հասկացաք ում մասին եմ խոսում։ Ովքեր որ գիտեն, անունը չեմ ուզում տալ, շատ կլինի չի դիմանա։ Այդ ուրեմն աղջնակը, այսպես ասած, զգուշ եղեք դրանից, ժողովուրդ ջան, աշխատեք չտարածեք, որտեղ դա շատ վտանգավոր կերպար է։ Նա պատվեր է կատարում կամ առնվազն ուղղակի սպասի բռասի վիճակամուտը տենց մնացել է երևի այն թվերից, այն վախտերից եւ այլն, էլի։
կրիմվաշ, կրիմնաշ տարբերակով, ասենք տենց մի հատ երևույթ է։ Զգուշ եղեք դրանից, Ժորժ ջան, ինքը ուղակի տենց ձեր վրա փողը աշխատում ու ված ձևով, տենց ասեմ, գումարած Ռուսաստանի համար տես լավ աշխատանք է կատարում։ Ուրեմն, ըմբռնման հուշագիր։ Ուրեմն տեսեք, Թրամփը հայտնում է գրեց հետևյալը։ Շատ կարևոր բան։ Այս առավոտյան հարձակումը Բեյրութի վրա չպետք է տեղի ունենար հատկապես այնպիսի հատուկ օրը, երբ մենք այնքան մոտ ենք Իրանի հետ խաղաղության գործարքին։ Իսրայելը հարվածել է Բեյրութին։ Իսրայելը իրավունք ունի պաշտպանվելու սպառնալիքներից, բայց այն հարձակումը, որին նա արձագանքում էր, շատ փոքր էր ու աննշան։ Ոչ ոք չի տուժել, չի վիրավորվել կամ սպանվել, եւ դա չպետք է խաթարի այս կարևոր գործընթացը։ Մենք շատ մոտ ենք մի գործարքի, որը խաղաղություն կբերի տարածաշրջանին, ներառյալ Լիբանանին եւ բոլոր կողմերը պետք է հետ կանգնեն։ Իսրայելի կողմից այլևս չպետք է լինեն հարձակումներ Լիբանանի որևէ հատվածում, բայց նաեւ չպետք է լինեն հարձակումներ որևէ այլ կողմի, այդ թվում Հեզբոլլահի կողմից Իսրայելի դեմ։ Սա կարող է լինել երկարատև ու գեղեցիկ խաղաղության սկիզբը, եկեք բաց չթողնենք այն։ Շնորհակալություն այս հարցին ուշադրություն դարձնելու համար նախագահ Թրամփ։ Հաջորդ թիվ Թրամփը գրում է. Իրանի Իսլամական Հանրապետության հետ գործարքն այժմ ավարտված է։ Շնորհավորում եմ բոլորին։ Ես սրանով լիովին թույլատրում եմ Հորմուզի նեղուցի անարգել բացումը եւ սրան զուգահեռ թույլատրում եմ Միացյալ Նահանգների ռազմածովային շրջափակման անհապաղ վերացումը։ Աշխարհի նավեր միացրեք ձեր շարժիչները, թող նավթը հոսի։ Այս մեծ գործարքը խաղաղություն եւ անվտանգություն կբերի ամբողջ տարածաշրջանին։ Շատ նախագահներ են փորձել խաղաղություն հաստատել Իրանի հետ եւ բոլորն էլ ձախողվել են ինձնից առաջ։ Տարածաշրջանի առաջնորդները առաջին անգամ գտել են մի նախագահի, որը կարող է օգնել նրանց հասնել իսկական խաղաղության։ Ուրբաթ օրը գործարքի ստորագրմամբ նեղուցի բացմամբ ականազերծման նպատակով նավթը կրկին կհոսի երկու ծայրերից թե տարածաշրջանի թե աշխարհի համար։ Թրամփ։ Ուրեմն ըստ իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների Reuters-ն հաղորդում Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև փոխհմբռնման հուշագրի նախագիծը մի շարք հարցերի է անդրադառնում Իրանի միջուկային ծրագրից մինչև Հորմուզի նեղուցի վերաբացում եւ նավթամթերքի արտահանման դեմ ամերիկյան պատժամիջոցների չեղարկում։ Իսկ վերջնական համաձայնագիրը կքննարկվի համաձայնեցումից հետո առաջիկա 60 օրերին։ Իրանցի պաշտոնյայի խոսքով հուշագրի նախագիծը ներառում է հետեւյալը. Հորմուզի նեղուց Իրանն անհապաղ բոլոր առևտրային նավերի համար վերաբացում է Հորմուզի նեղուցը, իսկ ԱՄՆ-ն վերացնում է իրանական նավահանգիստների շրջափակումը։ ԱՄՆ-ի կողմից շրջափակման վերացումը կսկսվի հուշագրի ստորագրումից անմիջապես հետո եւ կավարտվի 30 օրվա ընթացքում։ Ֆինանսական մասով ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ չկիրառել մինչև վերջնական համաձայնագրի կնքումը։ Վերջնական համաձայնագրից հետո համաձայնեցված ժամանակացույցի համաձայն, լսեք ուշադրի, վերջնական համաձայնագրից հետո համաձայնեցված ժամանակացույցի համաձայն Իրանի նկատմամբ ամերիկյան եւ ՄԱԿ-ի բոլոր պատժամիջոցները կչեղարկվեն։ Կոնկրետ ժամանակահատվածի համար Միացյալ Նահանգները կչեղարկի իրանական նավթամթերքի դեմ սահմանված պատժամիջոցները, թույլ տալով Թեհրանին վաճառել նավթը եւ շահույթ ստանալ։ ԱՄՆ-ն պատրաստ է ազատել Իրանի սառեցված միտեղ ասում 12 միլիարդ, միտեղ 25 միլիարդ դոլարի ակտիվները։ Վաշինգտոնը իր տարածաշրջանային դաշնակիցների հետ համակարգմամբ Իրանի վերակառուցման եւ զարգացման ծրագիր կկազմի, որը Թեհրանի հետ պետք է քննարկվի եւ համաձայնեցվի 60 օրվա ընթացքում։ Միջուկային հարցը։ Թեհրանը համաձայն է, որ ոչ կարտադրի, ոչ էլ ձեռք կբերի միջուկային զենք։ Վերջնական համաձայնագրին հասնելուց հետո Իրանը կպահպանի իր միջուկային ծրագրի ներկայիս կարգավիճակը, զերծ մնալով ուրանի հետագա հարստացումից եւ միջուկային օբյեկտների ընդլայնումից։ Միացյալ Նահանգները համաձայն է թույլ տալ Իրանին ապագա համապարփակ համաձայնագրի շրջանակում սեփական տարածքում ոչնչացնել բարձր հարստացված ուրանի իր պաշարները։ Իրանի միջուկային ծրագիրը, ուրեմն ուրանի հարստացման գործունեությունը եւ բարձր հարստացած ուրանի պաշարների կառավարման մեխանիզմները կբանակցվեն հուշագրի ստորագրումից հետո 60 օրվա ընթացքում եւ կամ համաձայնեցվեն վերջնական համաձայնագրում։ 60-օրյա պատուհան Շվեյցարիայում համաձայնագրի պաշտոնական ստորագրումից հետո կմեկնարկի 60-օրյա տեխնիկական բանակցությունների շրջան, որը վերաբերում է բացառապես Իրանի միջուկային ծրագրին։ ԱՄՆ-ի պահանջը Վաշինգտոնը պահանջելու է Իրանի միջուկային հարստացման հզորությունների ամբողջական ապամոնտաժում, բարձր հարստացված ուրանի պաշարների դուրսբերում երկրից, ավելի վաղ Ռուսաստանն էր առաջարկել ստեղ նշվածը, բայց իրականում որքան հիմա հասկանում ենք, Թրամփը համաձայն է, որտեղ այն օրը գրառում էր արել, որ թողնեն ամերիկյան մասնագետները գան եւ այդ Իրանը այնտեղ կամ բացում են այսպես տոկոսային առումով, որ դառնա անվտանգ, կամ ոչնչացնում են այդ արդեն տարբերակները, որ ես մասնագետ չեմ ուրանի, արդեն հետագայում པարզ կլինի, բայց կարծես ես Թրամփը արդեն համաձայնվել է, որ ուրանը դուրս չի բերվելու Իրանում, հենց Իրանում պետքա ոչնչացվի։ Իրանի դիրքորոշումը Թեհրանին հաջողվել է հրադադարի հաստատումը տարանջատել միջուկային պայմաններից, ինչը ըստ վերլուծաբանների թույլատնում է ԱՄՆ-ի լծակները Ժնևում կայանալիք բանակցություններից առաջ։ JD Vance ասում է մենք վաղը հաղթական երկ չենք երկել, տենց հետարքի մի երկ կա, ձեզ ոչ մի բան չի ասի, դրա համար չասեցի անունը, բայց կարևոր առաջընթաց էր։ Այսինքն մեծ առաջընթաց է տեղի ունեցել, այսինքն JD Vance-ը զգուշ է արտահայտվում, բայց եւ նաեւ ասում է Իրանը չի ունենա միջուկային զենք, օքեյ։ Հիմա հասկանանք ինչա կատարվում։ Նախ ասեմ, Իրանի վիճակը վատ է։ Երկիրը սովի եզրին է։
ուրեմն արդեն տերորիստները բողոքում են ահաբեկիչները ԻՀՊԿ-ի բողոքում են, փող չկա։ Նավթը թափում է արդեն, որտեղ խարգը թափում է նավթը, արդեն տանկերներ չունեն, որ մեջը լցնեն, չեն կարող արտահանել։ Արդեն աղտոտվելու է էկոլոգիական աղետի է բերելու, արդեն սկսելու են փակվել։ Դրա համար Իրանին օր առաջ պետքա բացել Հորմուզի նեղուցը, որ սկսեն այդ կուտակված նավթը գոնե արտահանել։ Սա մեկ կարևոր հանգամանք է։ Երկրորդը փող է պետք իրանց, որպեսզի սկսեն վերազինվել այդ ահաբեկիչները, եւ ես վստահ եմ, որ իրանք ժամանակ են շահում։ Ուղղակի մենք չգիտենք ինչքան վատ է իրանց վիճակը։ Որքանով կա ներքին դիմադրություն արմատական, գաղափարական ահաբեկիչների եւ ուղղակի տենց շարլատան ահաբեկիչների, ասենք, որ հասկանանք ով է փողի համար, ով է գաղափարական եւ ինչ պայքար կսկսվի իրանց ներսում։ Որտեւ այն ազատություն բանանող ժողովրդին սաղին կոտորեցին տերորիստները, գիտեք, տասնյակ հազարներով նրանք վախեցած են, հիմա սարսափելի այս պայն դուրս չեն գա փողոց։ Հիմա բայց ինչա կատարվում։ Այստեղ կա մի հետաքրքիր հանգամանք։ Թրամփի հիմա աշխարհի առաջնությունն է, որտեղ Թրամփը չի ուզում որևէ ուրեմն բան, այսպես ասած, անակնկալ եւ չի ուզում որևէ սյուրպրիզներ։ Եվ ըստ էության Թրամփը հասկանում է, որ դա մեծ տնտեսական բում է, ինքը չի ուզում բոյկոտներ, ինքը չի ուզում այսպես ուրեմն տնտեսության վրա ազդող որևէ վատ բաների, շուկանի ստոկ մարքետների եւ այլն։ Ինքը ստոկ մարքետի համար շատ է մտածում եւ հիմա ըստ էության ինքը ապահովում է, որպեսզի նախ աշխարհի առաջնությունը նորմալ անցնի Միացյալ Նահանգներում եւ Միացյալ Նահանգները մեծ փող կա, որտեղ հիմա տուրիստները գալիս եւ շատ մեծ գումարներ են ծախսում, հատկապես այն նահանգներում, որոնք այդքան հարուստ չեն, օրինակ ինչքան Կալիֆոռնիան է։ Սա մեկ։ Երկրորդը ուրեմն ընտրությունները։ Գազի գները շատ են նեղում ամերիկացիներին։ Տրամպի բոլոր տոկոսները տնտեսական քաղաքականության վրա, Իրանի պատերազմի վրա ցածր։ Հետաբար նոյեմբերին ընտրությունները Թրամփին պետք է ներկայացնել որպես հաղթանակ։ Եվ Թրամփին պետք է հիմա իջացնել նավթի գները, ըստ էության այն ինչ որ հիմա է տեղի ունենում, ուղղակի բացվում է Հորմուզի նեղուցը, միջև հարձակումներ էր Հորմուզի նեղուցը բաց։ Չէ՞։ Այսինքն ինչ է ստացվում։ Փաստացի այս պահին իրանք համաձայնել են մի բան, ուղղակի բացել Հորմուզի նեղուցը երկկողմ բանի համար։ Ու հետո նոր բանակցել մնացած բոլոր կետերը։ Ես վստահ չեմ, որ իրանք համաձայն են այդ Իրանի հարցում, Ուրանի հարցում համաձայնել են։ 60 օրվա ընթացքում պետք է գան համաձայնության։ Եթե 60 օրվա ընթացքում չգան համաձայնության, նշանակում է նորից պատերազմ լինելու։ Եթե, բայց Թրամփը ունի ընտրություններ նոյեմբերին, 60 օր հետո, եթե չգան համաձայնության, դա լինում է օգոստոսի կեսերը։ Օգոստոսի կեսերին պատերազմ սկսելը Թրամփի համար ծայրահեղ ռիսկային է։ Դրա համար, եթե Իրանը ինքը միտումնավոր չորոշի սադրի Թրամփին, ենթադրում եմ, Թրամփը կհայտարարի, որ եւս 60 օրով երկարացնում է բանակցությունները։ Լավ առաջընթաց կասի, մի 60 օր էլ ավել բանակցենք։ Սա մի սցենար։ Երբ որ նոյեմբերին կավարտվի ընտրությունները, արդեն Թրամփի կփորձի մի ձև պահպանել գոնե սենատը, Թրամփը, կամ շատ քիչ կորցնել կոնգրեսում, ուրեմն փորձի շարունակել այդ քաղաքականությունը։ Այն ժամանակ արդեն ավելի ազատ կլինի, էլ դեմ ընտրություն չունի, մինչև իր ուրեմն ժամկետի ավարտը արդեն ոչ մի բանով կաշկանդված չի լինի, բացի եթե իհարկե կոնգրեսում եւ սենատում ուրեմն բավարար ձայներ չունենա։ Դրա համար իրան հիմա շտապ պետքա կոնգրեսում եւ սենատում հավաքել բավարար ձայներ։ Դրա համար սա մի սցենար, որտեղ Թրամփը փորձում է ժամանակ ձգել։ Երկրորդ սցենար, այո, եթե Իրանը համաձայնվի, իսկ դա մեր համար է շատ լավ կլինի, եթե Ամերիկայի ու Իրանի միջև սկսե պատժամիջոցները դուրս գան, մենք ուղիղ Իրանից կարող ենք գազ առնել արդեն։ Նաև էլ Թուրքմենստան, Պակասողը Թուրքմենստանից բեր կամ հենց ուղիղ Իրանից կարող ենք առնել, ոչ մի խնդիր, այս կարող ենք Իրանին վճարել, եւ դա կլինի շատ արագ ու ամենաֆանտաստիկ տարբերակը, միայն թե ոնց են այդ գազամուղի հարցը լուծելու չգիտեմ, որտեղ այդ գազային պայմանագիրը ես նախորդ թողարկմանը ներկայացրեցի, որտեղ ամեն ինչը ռուսներին է պատկանում, ամեն ինչը։ Չգիտեմ ոնց են դրա տակից դուրս գալու, բայց այդ անգամ Իրանից գազ չեն կարողանալու առնել այդ խողովակով։ Պետք է նոր խողովակ կառուցեն, որքան հասկանում նոր խողովակ կառուցելի իրավունք էլ չունեն ըստ պայմանագրի։ Պատկերացրեք ինչ պայմանագիրը։ Ոնց են տակից դուրս գալ չգիտեմ, բայց ես հասել եմ նախորդ թողարկումները նայեք այդ բան։ Ուրեմն հետաքրքրված եք այդ թեմայով, որտեղ բոլոր կարևոր հարցերին անդրադարձել եմ։ Ուրեմն մյուս տարբերակը ասեցի, եթե Իրանը որոշի Թրամփին վատություն անել, անպայման ուրեմն Թրամփը պետք է պատասխանի, որտեղ տարբերակ չունի, այսինքն որոշի, որ պետք է օրինակ հուլիսին ասի մենք չենք համաձայնվում այդ ամեն ինչին ու նորից փակամ օգոստոսին ասի չենք համաձայնվում, բանակցություններին չենք ընդունում պայմանները, Հորմուզի նեղուցը նորից փակի կամ չփակի, ուղղակի բաց թողի Հորմուզի նեղուցը, գան այն ստատուս քվոյի, որ էլի ոնց որ միջև պատերազմը։ Այդ ժամանակ հասկանալը որ Թրամփը այս պայն չի ուզենա վեսքսի պատերազմը։ Իսրայելի Նեթանյահուն հասկացրեց, որ այս պայմանագիրը Իրանը չի, ինքը սրա հետ կապ չունի, այսի Ամերիկան ու Իրանն են կնքում։
Եվ Բեյրութին հարվածը դեմոնստրատիվ եւ Իրանն էլ փորձում է ներմուծի այս Լիբանանն է փորձում է ներմուծի, որտեվ գիտեք Ամերիկայի մեջ դες փորձում են այսպես անընդհատ Լիբանանի ու Իսրայելի միջև ինչ որ համաձայնություններ կնքել, բայց Լիբանանի կառավարությունը դեմ չի որ Հեզբոլլահը վերանա, ուղղակի չի կարողանում վերացնի։ Իսրայելը Լիբանանի հետ ոչ մի խնդիր չունի, Իսրայելը խնդիր ունի Հեզբոլլահի հետ։ Եվ այստեղ մի փոքր կասկածում եմ, որ տենց եթե չլուծվեն հիմնարար հարցերը, ուրեմն Հեզբոլլահը ուրեմն տենց հանգիստ կմնա եւ Իսրայելն է կհաշվի դրա հետ։ Դրա համար Ժորժ ջան, այս ամեն ինչը ասма շատ լավ է հնչում, բայց ես դեռևս այս պատմության ավարտը տենց հեշտ չեմ տեսնում։ Ավելի շատ ես տեսնում եմ հիմա ուղղակի մի բան, ես չգիտեմ Իրանի վիճակը ներսում ինչքան վատ է, ասենք հասկանեք սովա։ Եթե դες ծայրահեղ կատաստրոֆիկ վատ է, որ անգամ մենք չենք պատկերացնում։ Գուցե ասма այդ իսլամիստ ահաբեկիչները գնան ինչ որ ասենք զիջումների այս պահին մի քանի տարի տենց խելոք մնան, բայց արդյոք կհամաձայնվեն որ ամերիկացիները գան եւ այդ ուրանի տիրություն անեն եւ այլն եւ ապա մոնտաժեն ինչ որ Տրամպը պահանջում է, այդ մի քիչ կասկածում եմ։ Ժորժ ջան, սպասենք տեսնենք, բայց հələ այս պահի դրությամբ ոնց որ թե երկուսն է խաղ են խաղում, այսինքն նրանց պետք է հիմա արագ նավթը ծախել, Թրամփին պետք է ընտրություններում նա գազի գները իջացնել, մինչև ընտրությունները վերջացնի, հետո ինչ կուզենա կարող անի։ Ավելի շատ իմ մոտ հիմա այս տպավորությունն է, գուցե սխալվում եմ, բայց ավելի շատ այս տպավորությունն է, որովհետև դեռ չեմ տեսնում համաձայնողներ կհամաձայնվեր, էլի ավելի բան կան, բայց ընդհանրապես համաձայնվել են հələ փոխադարձ Հորմուզի նեղուցը բացել է, Հորմուզի նեղուցը միջև էլ էր բաց, միջև պատերազմի սկսել է։ Դրա համար այս պատմությունը չեմ կարծում ավարտված է։ Իսկ Իսրայելի հարվածը Բեյրութին, սա էլ եմ ասում, սա էլ պետք է զգուշ լինել, ոչ թե որտեվ շատ դեպքերում ես կասկած ունեմ, որ Թրամփն ու Նեթանյահուն իրար հետ են խաղում, ասում եմ լավ ոստիկան ու վաստ ոստիկան, հա։ Այսինքն ըստ էության Թրամփը քանի որ հիմա ձեռքերը կապված ունի աշխարհի առաջնություն ընտրություններ, այն պատրիճ գործողությունները պետք է անի Նեթանյահուն, որովհետև բանը նրա ձեռքերը սպային ավելի առած է, ավելի ազատ է, որտեղ նա արժևում ընտրություններ ունի հակառակը, նրան էլ պետք է ինչ-որ հաջողություններ ցույց տալ եւ Հեզբոլլահի եւ Համասի դեմ պայքարում։ Դրա համար այս պատմությունը դեռ ինձ թվում է կշարունակվի, ես մի քիչ այդքան էլ չեմ հավատում հլը որ այս գործարքին, որտեվ ես չեմ կարծում, թե այսքան հեշտ կհանձնվեն։ Չնայած հիմա ես պատկերացնում եմ մեր այն բաները, այն զեթալիկները, հայկական զեթալիկները, բազմաթիվ զեթալիկները, հիմա ինչ է, տենց Իրանը հաղթեց, բան հիմա խոսալու եւ այլն։ Ժորժ ջան, ես մի քիչ այսպես զգուշորեն արտահայտվեմ, սպասենք զարգացումներին, հələ սպասենք աշխարհի առաջությունը վեր, հələ սպասենք այս բացումներով բանակցությունները տնենք, ոնց է ընթանում, ոնց են համաձայնվում, չեն համաձայնվում, որտեվ եթե Թրամփը չհասավ իր նպատակին եւ պարզվեց, որ բյուջեից ծախսվել է լուրջ նպատակի, եթե իսկ ասել եմ ձեզ, հիշում եք որթևին եմ ասել, Թրամփը առնվազն պետք է ուրանը վերցնի Իրանից, առնվազն, որ կարողանա ընտրություններում ներկայացնի, որ ինքը մեծ հաջողության է հասել։ Հակառակ դեպքում են տասնյակ միլիարդ, հարյուրավոր է, 100 միլիարդից ավել, ասում են 50, բայց ինձ թվում է 100 միլիարդից ավել գումարը որ ծախսվել է, ամերիկացիները չեն ների Իրան, եթե ինքը չունենա լուրջ արդյունք։ Իսկ ասել եմ մինիմում արդյունքը պետք է լինի այն, որ այդ հարստացված ուրանը ինքը ցույց տա, ասի, տեսեք, ես սա վերցրեցի։ Հակառակ դեպքում դա կդառնա ընտրություններում իր հայտարարությունը։ Դրա համար սպասենք տեսնենք, ես մի քիչ սկեպտիկ եմ հələ որ այս առումով։ Տեսնենք, համենայնպես ես առաջինը կուրախանամ, եթե ԱՄՆ-ն ու Իրանը պայմանավորվեն, ազնիվ լինեն, նորմալ կատարեն պայմանավորվածությունները, իսլամիստ չալ մեկը, հաստատ Հայաստանը միայն դրանից կշահի եւ տարածաշրջանն էլ դրանից կշահի։ Մի փոքր կասկածում եմ, թույլ տվեք, մի փոքր ասած մեղմ եմ ասում, էլի, սարկազմով եմ ասում մի փոքր։ Լավ մնացեք Ժորժ ջան,